Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում օրենսդրական նախագծերի փաթեթ, որով կարգավորվում են հանրային ծառայողների կողմից ստացած եւ պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման իրավահարաբերությունները։ Գործող օրենսդրությամբ հանրային ծառայողն իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվեր ստանալու իրավունք չունի եւ որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից ելնելով անձին տրված ցանկացած նվեր ըստ էության ոչ թույլատրելի է անկախ այդ նվերի արժեքից։ Բացառություն են կազմում եւ թույլատրելի են միայն պաշտոնական այցերի, միջոցառումների ժամանակ տրվող եւ արարողակարգային նվերները, կրթաթոշակը եւ դրամաշնորհը։ Ընդ որում արարողակարգային ու պաշտոնական այցերի ժամանակ տրվող նվերները նույնպես դառնում են պետության կամ համայնքի սեփականությունը, եթե դրանց արժեքը 60,000 դրամից ավել է։ Ներկայիս օրենսդրությունը չի կարգավորում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները, ինչը լուրջ բաց է, քանի որ թե հանրությանը, թե նվեր ստացած հանրային ծառայողին հնարավորություն չի տալիս հասկանալ պետությունն ի վերջո ինչ է անելու իր սեփականությունը դարձող արարողակարգային նվերների կամ ոչ թույլատրելի նվերների հետ։ Ներկայացվող նախագծով կարգավորում ենք այս բոլոր հարցերը ու նպատակ ունենք ապահովել, որ հստակ սահմանվեն պաշտոնյայի կողմից ցանկացած նվեր ստանալուց հետո այդ նվերի հետագա ճակատագիրը որոշելու ողջ process-ը, նշված գույքը տնօրինող մարմինները եւ նրանց լիազորությունները։ Այսպիսով նախագծի հիման վրա պաշտոնական այցերի գործողումների շրջանակներում տրվող կամ արարողակարգային նվերները 60,000 դրամը գերազանցելու դեպքում հնարավորություն է ստեղծում հանձնել այդ նվերները թանգարաններին կամ ազգային գրադարանին, ուղղակի նվիրաբերել այն բարեգործական նպատակներով, թողել նվեր ստացած պաշտոնատար անձի կամ պետական մարմնի ժամանակավոր օգտագործմանը միջև պաշտոնավարման ավարտը։ Եթե գործ ունենք պետության սեփականությունը դարձող ոչ թույլատրելի նվերի հետ, որը հնարավոր չի եղել նվիրողին վերադարձնել կամ հատուցում վճարել, ապա այս նվերները իրացվելու են հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերվելու են օրենքով սահմանված կարգով։ Պետության սեփականությունը դարձող նվերները տնօրինելու է պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ հանրապետության նախագահի, վարչապետի, ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետերի, նախարարների կողմից ստացված նվերների հետ կապված եզրակացություն է տալու մասնագիտացված պետական մարմինը, պետական արարողակարգային ծառայությունը, որը նաև ռեեստրավարելու է այդ բոլոր նվերները։ Պետք է նշեմ, որ հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում ՏԸԶԿ հակակոռուպցիոն ցանցի գնահատման 5-րդ փուլի զեկույցում եւս կարեւորություն է տրվել այս նախագծին եւ ըստ էության նախագծի կարգավորումներն առավել կանխատեսելի, թափանցիկ կդարձնեն բոլոր պաշտոնյաների ստացած նվերների տնօրինման ողջ գործընթացը։ Շնորհակալություն։